Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հունվարի 8-ն է 2026 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային, ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Սկսենք թիվ 1 օրակարգային թեմային Վենեսուելայի հետ կապված, կանադառնանք մյուս բոլոր հարցերի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ միայն ժամանակը ցույց կտա, որքան ժամանակ ԱՄՆ-ը կպահպանի Վենեսուելայի նկատմամբ վերահսկողությունը։ Հարցին դա կլինի 3, 6 ամիս, 1 տարի, թե ավելի երկար։ Թրամփը պատասխանել է. «Ես կասեի շատ ավելի երկար», այսինքն տարիներ։ Մենք այն կվերականգնենք շատ շահավետ ձևով։ Մենք օգտագործելու ենք նավթը, մենք նավթ ենք վերցնելու, մենք իջեցնում ենք նավթի գները և Վենեսուելային փող ենք տալու, որի կարիքը նրանք հուսահատորեն ունեն։ Թրամփը հավելել է, որ ԱՄՆ-ը շատ լավ հարաբերությունների մեջ է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ Դելսի Ռոդրիգեսի կառավարության հետ։ Ի դեպ, այն ինչ որ տեղի ունեցավ, Դոնալդ Թրամփը ցանկանում է ցույց տա Վենեսուելայի հետ կապված, որ սա շատ լավ տնտեսական գործարք է, միլիարդներ ենք աշխատելու, Վենեսուելան էլ կաշխատի, Ամերիկան էլ, որտեղ ինքը շատ կարևորում է հիմա այս տարվա ընտրությունները, Սենատի 1/3 ռոտացիան և մեկ էլ ներկայացուցիչների պալատի ընտրությունները և ցանկանում է ցույց տա, որ ժողովուրդ ջան, տեսեք, այս գործարքով ձեզ ինչպիսի տնտեսական հաջողություններ եմ բերելու, միլիարդներ ենք աշխատելու։ Ասեմ, որ դա այդպես չի, Վենեսուելայի հետ կապված քայլը աշխարհաքաղաքական շատ մեծ ազդեցություն ունի նոր աշխարհակարգի ձևավորման հարցում, իսկ տնտեսական առումով կարճաժամկետ էֆեկտ ստանալը դա ուղղակի բլեֆ է։ Եվ դրա համար շատ լավ կլինի, որ Դոնալդ Թրամփը շատ երկար չխոսի այդ միլիարդների մասին, որովհետև չի կարողանալու դա ապահովել։ Ավելի լավ է ցույց տա, թե այդ Վենեսուելայի աշխարհաքաղաքական այդ քայլի արդյունքում ինքը ինչ շոշափելի հաջողություններ բերեց ԱՄՆ-ին, իսկ դրա շարունակությունը, դրա մասին էլ կխոսենք ու էլի ենք խոսել։ Ասեմ ինչու եմ այդպես ասում, այո, Վենեսուելան ունի ամենամեծ նավթի պաշարը աշխարհում, բայց տոտալիտար պետություն, արդյունահանման հետ կապված իրանք միշտ խնդիրներ են ունեցել, այսինքն լուրջ զարգացած ենթակառուցվածքներ չունեն, և բացի դրանից այնպես չի, որ նավթի որակը բարձր է, հումք որպես։ Այդ պատճառով, եթե ԱՄՆ-ն ներդրում անի միլիարդավոր դոլարների և նաև որակի բարձրացման հետ կապված է լրացուցիչ ներդրում, այդ դեպքում դու չես կարող նավթի գինը էժանացնես, որովհետև ուղղակի շահույթ չի լինի։ Այո, կարող է մեծ ծավալ վերցնես քո ձեռքը և ազդեցություն ունենաս աշխարհում, բայց գները էժանացնելու պարագայում նույնիսկ չի տեղավորվի ինքնարժեքի մեջ ԱՄՆ-ը, որ այն ինչ որ ինքն է արդյունահանում, գները որ էժանանա։ Այսինքն պետք չի այդ երկուսը խառնել, որովհետև հիմա պատկերացրեք, այդ ենթակառուցվածքներ ստեղծելու հետ կապված շատ լուրջ աշխատանք, շատ լուրջ ներդրումներ, որը տարիներ հետո արդյունք ցույց կտա։ Մանավանդ որ եթե նույնիսկ ծավալ ունես, դու ինքդ չես այնքան շուկա նետի նավթ, որի պատճառով ուղղակի գները ընկնեն, որի պատճառով միլիարդավոր դոլարների ներդրում արած ընկերությունները վնասով աշխատեն։ Այսինքն քաղաքական որպես քայլ շատ ավելի ծանրակշիռ է, քան որպես բիզնես քայլ, բայց ինքը միշտ ուզում է բիզնես հաջողությունը ցույց տա, որ ժողովրդին ասի, տեսեք, ես բերել եմ հաջողություն ձեզ համար, փող եմ բերել այս քայլով, բայց դա այդպես չի։ Լավ կլինի, որ ինքը հաջորդ քայլերն անի աշխարհաքաղաքական ազդեցության Վենեսուելայի հետ կապված, որի արդյունքում իսկապես ժողովուրդը կտեսնի դրա հաջողությունները, արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգների կշիռը մեծացնելու հաջողությունները։ ԱՄՆ Հանրապետական սենատը Լինդսի Գրեհամը գրել է. «Նախագահ Թրամփի հետ մի շարք հարցերի շուրջ արդյունավետ հանդիպումից հետո նա կանաչ լույս տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծին, որի վրա ես ամիսներ շարունակ աշխատել եմ սենատոր Բլումենտալի և շատ ուրիշների հետ»։ Իսկ Բլումենտալը դեմոկրատ
սենատորը, այսինքն երկուսակցական համաձայնության են եկել։ Սա կլինի տեղին եւ ժամանակին, քանի որ Ուկրաինան զիջումների է գնում խաղաղության համար, իսկ Պուտինը միայն խոսում է, շարունակելով սպանել անմեղներին։ Այս օրինագիծը թույլ կտա Տրամփին պատժել այն երկրներին, որոնք գնում են էժան ռուսական նավթ, վառելիք, մատակարարելով Պուտինի ռազմական մեքենային։ Այս օրինագիծը ԱՄՆ նախագահին հսկայական լծակներ կտա Չինաստանի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի նման երկրների դեմ, դրդելու նրանց դադարեցնել գնել էժան ռուսական նավթ, որն ապահովում է Պուտինի ֆինանսավորումը Ուկրաինայի արժանապատվության համար։ Ահա այն, որ սրանով կարող են Պուտինին ծնկի բերել, դա միանշանակ է։ Եվ այս սանկցիաների պատճառով, եւ այն, որ Վենեսուելայի նավթը կարճաժամկետ, ինչպես ասեցի, եկամուտ չի բերելու Ամերիկային, բայց մեծ վնասներ է բերելու Ռուսաստանին։ Եթե սրանից հետո այն հարվածը, որը որ հասցրեց Վենեսուելային Դոնալդ Տրամփը, շատ ավելի ծանր հարված էր, քան եթե Ռուսաստանին հարված էր, այս պարագայում, եթե ինքը այո, այսպես սանկցիաները շարունակելով Ռուսաստանին պարտադրի, որ պետք է գնաց խաղաղության, որովհետև Ռուսաստանը շատ մեծ բան կորցրեց Վենեսուելայի առումով, շատ մեծ, մանավանդ որ սանկցիաների տակ ընկած իր լցանավերը Վենեսուելայից էին ապրանք տեղափոխում, լուրջ խնդիրներ, դրան էլ կանդրադառնանք, այսինքն այդ քայլով ինքը շատ լուրջ հարց առաջ բերեց Ռուսաստանի համար խնդիրներ, եւ բոլոր բռնապետերը հիմա վախեցած են, որ ցանկացածի հետ կարող է նման բան տեղի ունենալ։ Այս սրա էֆեկտը դա է պետք շատ ագրեսիվ ձևով շարունակել։ Եվ ինչպես տեսնում եք, այս քայլից երևում է, որ այո, ճիշտ գծի վրա է։ Բայց ասում եմ, պետք է պակասացնի տնտեսական էֆեկտի վրա կառուցելը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա Մոսկվան հաստատում է, որ հակամարտության խաղաղ լուծումը հնարավոր է բացառապես դրա հիմնապատճառների վերացման, Ուկրաինայի չեզոք արտաբլոկային կարգավիճակի վերադառնալու, դրա դեմիլիտարիզացիայի եւ դենացիֆիկացիայի, Կիևի կողմից մարդու, էթնիկ ռուսների, ռուսալեզու քաղաքացիների, ազգային փոքրամասնություն ներկայացուցիչների լեզվական, մշակութային, կրոնական իրավունքների ու ազատությունների պահպանման, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման արդյունքում ձևավորված ժամանակակից տարածքային իրողությունների ճանաչման հիման վրա։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Այսինքն թվարկել է Մարիա Զախարովան են բոլոր կետերը, որը 2022 թվականի փետրվարի 24-ին հիմնավորում էր, թե ինչի համար է պատերազմ սկսում Վլադիմիր Պուտինը։ Այսինքն, որքան հասկացանք, Մարիա Զախարովան ուզում է այսօր ներկայացնի, որ այսինքն ոչինչ չի փոխվել, մենք շարունակում ենք պնդել, որ պետքա Ուկրաինան կատարի այս պահանջները, կարծես այս 4 տարի պատերազմ չի գնացել։ Դե եթե այդպես է, որ տենց համառորեն մնացել եք այդ գծի վրա, մարդիկ պարզ հարց են տալի։ Բա մինչև այսօր Պուտինն ասում է ամեն ինչ գնում է ըստ պլանի։ Հիմա Պուտինը ամեն ինչ ըստ պլանի իր տարածքը հրթիռակոծելը պլանավորել է, իր նավերը արգրավելը պլանավորել է, իրան այդպիսի հարվածներ եթե այդպես է, ուրեմն ինքը իր պետության դավաճանը էլի, որ հատուկ պլանավորել էր տաներ 1.5 միլիոն մարդ սպաներ, հատուկ պլանավորել էր այս ամեն ինչը աներ։ Ուրեմն հասկանում եք, որ դա պլանի մեջ չի։ Եթե դա պլանի մեջ չի, դուք 2022 թվականի օրակարգը ո՞նց եք բերում 26 թվական։ Էդ է ձեր ամեն ինչ գնում ըստ պլանի։ Էլի հիշացնենք, որ Անից վիճակ եք տարել եք այդ ժողովրդին կոտորել եք մի այդքան էլ հաշմանդամ սարքել, այսօր հիմա աշխատուժի ինես պրոբլեմ ունեք, այսօր նույնիսկ շատերն ասում են, բալա, որ այդքան աշխատուժի պրոբլեմ ունեն, ինչի են տենց որոշակի խստացումներ մտցնում հարավային Կովկասից գնացած, կենտրոնական Ասիայից գնացած աշխատանքային միգրանտների համար։ Մի պարզ պատճառով, որ հարավային Կովկասից եւ կենտրոնական Ասիայից գնացած աշխատանքային միգրանտները իրան ցանկությամբ գնում աշխատում են, վիճակը լավ է, աշխատում են, վատա ուրիշ երկիր են գնում կամ հետ են գալի։ Ինքը դրանով չի կարողանա աշխատուժի շուկան լցնի։ Ինքը շատ մեծ բաց ունի։ Այդ համար պետք է ասել դուք լա հետ գնացեք, հիմա մենք բերենք չինացիներին ու հնդիկներին, որոնք մի ստորագրությամբ կարած պայմանավորվես եւ մի քանի միլիոն մարդ գա որպես աշխատուժ։
Տարբերությունը դա է, որտեղ դա կարած պետության ղեկավարի հետ պայմանավորվեց եւ նա նպատակային այդ միլիոնավոր մարդկանց ուղարկի քո երկիր աշխատելու։ Նրանք է սուսուփուս գառան նման գան ու աշխատեն, որտեղ իրանք դրանով հարց են լուծում Ռուսաստանի տարածքում ներկայացված լինելու, աճելու, բնակչության թիվը ավելացնելու եւ այնտեղ ուղակի ազդեցության հարց լուծելու։ Այդ ինչ է, դա պարզ չի։ Հիմա դուք չեք տեսնում ռուսները ոնց են աղիողորմ լացնում հնդիկների պատճառով։ Լա մի քանի հոգի է եկե, չեք տեսնում։ Ինչ հա կատարվում։ Որ գնում են միտեղ մեր տուն են վարձում, գնում են այդ տունը ավերակ են սարքում։ Գնում են լցվում են այդ տանը այնքան մարդ ապրում, լրի խառնած իրար, կամ հանրակացարան են գնում մտնում ես միջանցքը չես տարբերում սենյակից, սենյակը չես տարբերում խոհանոցից, այդ ամեն ինչը դուք չեք տեսնում, բայց այդ ամեն ինչը ոնց է որ մենք տեսնում ենք։ Եվ պետք է նկատի ունենալ։ Հնդկաստանում կան շատ լուրջ աշխատուժ, ինտելեկտուալ շատ լուրջ աշխատուժ, որին մագնիսի պես քաշում են արևմտյան զարգացած երկրները, թե Եվրամիության, թե Մեծ Բրիտանիա, թե նաև Միացյալ Նահանգներ, ու շատ բարձր աշխատուժ, ինտելեկտուալ շատ բարձր վարձատրվող աշխատուժ, մագնիսի պես տանում են։ Ովքեր են գալի Ռուսաստան, նաև Հայաստան, նրանք ովքեր իրանց երկրում գործ չեն ճարում, նրանք ովքեր փողոցում միտեղ ուտում են, միտեղ պետքարանն էլ փողոցում է, նրանք որտեղ ամիսներով չեն լողանում, նրանք որտեղ կեղտաջերի մեջ են ապրում, չգիտեք Հնդկաստանի վիճակը ոնց է, այդ կոնտրաստը ձեզ ծանոթ չի։ Հիմա ովքեր են գնում Ռուսաստան։ Հիմա ռուսները դուրս են գալու փողոց, ասեն հետ տվեք մեզ ուզբեկներին, կիրգիզներին, տաջիկներին, հայերին, վրացիներին, ադրբեջանցիներին, էսա միտինգ են անելու ժողովուրդ ջան, հայերը դժգոհում են, ասում են հանկարծ մեզ խելոք չպայենք Ռուսաստանից կհանեն, շուռ եկեք տեսեք ձեր ոտերն են ընկնելու, խնդրեն որ չգնաք, որտեղ ձեր փոխարեն հնդիկն է գալի, ու իրանք տեսնում են թե Իրանից ինչ է ներկայացնում։ Հունվարի 7-ին ԱՄՆ զինված ուժերը կալանել են երկու ստվերային նավատորմի լցանավ Բելա 1-ը, այսինքն Մարիներ, երկու անուն դե ուներ, փոխել էր, եւ Սոֆիան։ Երկու նավերն էլ գտնվում են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում, պատժամիջոցների տակ գտնվող իրանական, վենեսուելական եւ ռուսական նավթ տեղափոխելու համար։ Այսինքն մի օրվա մեջ երկու նավեր են, մեկի հետ կապված շատ մեծ աղմուկ բարձրացավ են մարիների, քննարկվեց, բայց այն մյուսն էլ եղել, մի տեսակ այդ խոսակցությունը ստվերում մնաց, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները հետևողականորեն ծանր հարված է հասցնում Ռուսաստանին։ Այսինքն ես որ ասում եմ Ռուսաստանի համար դա կատաստրոֆա է, որպեսի իստվերային նավատորմներ, այսինքն թևերն է կտրում, էլի Դոնալդ Տրամպը, բացի այն, որ ինքը ասում վերահսկողություն է սահմանում նավթի վրա, նաև թևերն է կտրում, որ ընդհանրապես չկարողանան սանկցիայի տակ գտնվող նավերով կարողանան նավթ հանեն, ու մեկ էլ մի բան էլի նկատի ունեցեք, որ հիմա շատ մանրակրկիտ իրանք ուսումնասիրելու են հակաօդային պաշտպանության համակարգերը ու հարձակողական զենքերը Վենեսուելայում, շատ մանրակրկիտ։ Ուսումնասիրել են ոչ թե նրա համար, որ ռուսներից ինչ-որ տեխնոլոգիական բան պետք է սովորեն, ուսումնասիրել են, որ հասկանան ինչ չափի է խոցելի Ռուսաստանը։ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների զենք է վաճառել Վենեսուելային եւ հատուկ ցուցում է տվել, այստեղ կդնես, այստեղ կդնես, այստեղ կդնես։ Առավելագույն քանակությամբ տվել է եւ արդյունավետությունը ներկայացրել, որ ես այս կանեմ, այս էլ բարդիկ էլ ուղարկել է, գնան այնտեղ համապատասխան տեսուչները հետներն աշխատեն, ամեն ինչ բացատրեն, ես պետք է անեք, եմ պետք է անեք։ Եվ Ամերիկան ցույց տվեց, որ նույնիսկ ռազմաբազայի վրա հարձակվեց, որովհետև այդտեղ էր ապրում Մադուրոն։ Կարող էր այդ ձևով ընդհանրապես շարքից անել ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը։ Մի բանը խլացներ, մեկին հարված էր, մեկը ուղղակի չկարողանար որսալ, ֆիքսեր ինչ է կատարվում։ Այս խայտառակ վիճակը, որ հիմա ինքը ցույց տվեց, իմացեք, որ այն ինչ որ հիմա Վենեսուելայում օգտագործում էր, դրանով է Մոսկվան պահում։ Բա Ամերիկային պետք չէր, որ Ռուսաստանին ցույց տար, որ մեծ մի խոսա։ Ես գիտեմ արդեն քու քաշը, ես գիտեմ թե դու ինչով ես հիմա պաշտպանվում, որ դրա համար չես կարողանում։ Տեսանք ինչով ես պաշտպանվում։
Այսինքն այս վիճակն է, որ Դոնալդ Տրամպը համենայն դեպս պահը բաց չի թողի, այն էֆեկտը, որի վրա կառուցած էր մենք ամենահզորն ենք եւ այլ, այդ առիթը բաց չի թողնելու Ռուսաստանին պարտադրի, որ էս է վիճակը։ Ռուսաստանի արտգործնախարարությունը Մարիներ լցանավի առգրավման մասին հայտարարություն է տարածել։ ԱՄՆ զինծառայողների կողմից բաց ծովում խաղաղ նավի փաստացի առգրավումը, ինչպես նաև անձնակազմի գերեվարումը չի կարող մեկնաբանվել այլ կերպ, քան միջազգային ծովային իրավունքի հիմնարար սկզբունքների և նորմերի, ինչպես նաև նավարկության ազատության կոպիտ խախտում։ Սա նավի սեփականատիրոջ օրինական իրավունքների և շահերի էական խախտում է, ասվում է հայտարարության մեջ։ Մենք կոչ ենք անում Վաշինգտոնին վերադառնալ միջազգային ծովային նավարկության հիմնարար նորմերի և սկզբունքների պահպանմանը և անհապաղ դադարեցնել անօրինական գործողությունները մարիների, ինչպես նաև բաց ծովում օրինական գործունեություն ծավալող այլ նավերի նկատմամբ, եզրափակել է նախարարությունը։ Հայ որ դու կոչ արեցիր, ինչ-որ բաներ արեցիր, տպավորությունը այն չի, որ այդ քո կոչից հետո այն մյուս նավն էլ առևանգեցին, բա ինչ արեցիր։ Այսինքն ինչպես տեսնում եք, Դոնալդ Տրամպը ցույց է տալիս, որ Ռուսաստանին կար ընդհանրապես հաշվի չառնի, բայց ինչքան ներվերներս քայքայեց, մինչև ինքը ասում էր՝ դուք չգիտեք Ռուսաստանն ինչքան ուժեղ է, դուք չգիտեք ինքը կարող է մի շաբաթում իրոք վերցներ ամբողջ Ուկրաինան, ուղղակի մի քիչ ճանապարհները ցեխոտ էին, իրանք էլ լավ ճանապարհով չմտան, ախր դուք չգիտեք ինչ ա եղել, ինքը շատ լավ գիտի, էդ էր, բա հիմա ինչ ա կատարվում։ Հասկացար, որ արդեն այն աշճանի է հասել, որ Պուտինը ծաղրում է, ասում է, բա գիտես իմ տան վրա են հարձակվել, դու էլ հուզվում ես, ամբողջ աշխարհը օգտվում է քո հետախուզական ծառայությունների տվյալներից, հիմա հասկացար ինչ ա կատարվում։ Ու գիտեք ինչն է հարցը, պատահական չէր, որ ասում էր հարձակվել են տան վրա, տուն ասելով դե մի կեցավայրը, որ երրորդ կեցավայրը տուն չի, չէ, բայց դե ինչի համար էր Պուտինը այդպես ասում, որտեվ իր չգրանցված ընտանիքը այդտեղ է ապրում, չէ, սիրուհին եւ սիրուհուց ունեցած երեխաները։ Դրա համար հուզել է, ասել է ընտանիքիս վրա են հարձակվել, այսինքն տանս վրա են հարձակվել, բայց որ այդքանն ասում ես ու բլեֆ ես անում, որ իսկապես իբր թե խփել են ուկրաինացիք, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ դա ասեցիր, ու տեսնում է, որ քո հակաօդային պաշտպանության վիճակը դա է, չի ասելու Վլադիմիր, խելքդ գլուխդ հավաքի, կգամ տնից հետ կտանեմ, սկի երկու օր հետո գլխի կընկնես, երանի գտած, որ գնաս Մադուրոյի կողքը նստես։ Այսինքն բա այդ է ցույց տալիս հիմա, չէ, բա ուժն է ցույց տալի։ Քանի կար ասում էր Ռուսաստանը այնքան ուժեղ է, մեզ էլ ներվայնացնում դրա համար։ Բարեբախտաբար իրավիճակը, ինչպես տեսնում եք, փոխվել է։ Միացյալ Թագավորությունը հաստատել է Ուկրաինային 13 Raven հակաօդային պաշտպանության համակարգերի փոխանցումը։ Մեծ Բրիտանիան նաև սկսել է Greyhawk համակարգերի մատակարարումը, Ուկրաինան արդեն ստացել է այդ համակարգերից երկուսը, ևս 15-ը կուղարկվի ավելի ուշ։ Raven համակարգերը նախատեսված են առաջնագծի մոտ անօդաչու թռչող սարքերին, ինքնաթիռներին և ուղղաթիռներին հակազդելու համար, մինչդեռ Greyhawk-ը պաշտպանում է էներգետիկ օբյեկտները և խոշոր քաղաքները հեռահար հարվածներից։ Ուշադրություն դարձնենք մի հանգամանքի, եթե Մեծ Բրիտանիան համարեր, որ ինքը արդեն տեսնում է, որ ամեն ինչ գնում է խաղաղության, ասենց հապշտապ արագ հակաօդային պաշտպանության համակարգերն ինչի է տալի։ Նա գիտի, չէ, որ դա շարունակություն է ունենալու, և գիտի, որ Ուկրաինան խնդիր ունի պաշտպանելու իր ենթակառուցվածքները, խնդիր ունի ուղղակի հակաօդային պաշտպանության հարցեր լուծելու։ Եվ դրանից հետո Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որտեղ բացի այն, որ ինչ որ հիմա Մեծ Բրիտանիան տալիս է, հիշում եք եկել ենք խոսել, որ Ուկրաինայի նախագահը, Ֆրանսիայի նախագահը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետը համատեղ փաստաթուղթ էին ստորագրել հուշագիր, որով պատերազմի ավարտից հետո իրանք անվտանգության հարցերը լուծեին, անգամ զորք տեղակայեն Ուկրաինայի տարածքում։ Հիմա դրան է արձագանքել Մարիա Զախարովան։
Ըստ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի պարզաբանումների, որոնք Զելենսկու հետ ստորագրել են համապատասխան եռակողմ հայտարարություն, հրադադարից հետո Լոնդոնն ու Փարիզը նախատեսում են Ուկրաինայում ստեղծել իրենց սեփական ռազմական բազաները և այնտեղ կառուցել զենքի ու ռազմական տեխնիկայի պահեստավորման օբյեկտներ։ Զախարովան ընդգծել է, որ արևմտյան երկրների ռազմական ստորաբաժանումների, ռազմական օբյեկտների, պահեստների և այլ ենթակառուցվածքների տեղակայումն Ուկրաինայի տարածքում կհամարվի արտաքին միջամտություն, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ եվրոպական երկրների անվտանգության համար, ինչը նշանակում դիտարկվի արտաքին միջամտություն։ Ուկրաինայի ցանկությամբ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի զորքերը գտնվում են Ուկրաինայի տարածքում, դա ինչ արտաքին միջամտություն, դու ես որոշելու Ուկրաինան այնտեղ զորք ունենա, թե չէ։ Հիմա ռուսական զորակայանը գտնվում է Հայաստանում, 102-րդ ռազմաբազան։ Հիմա մենք համարենք դա արտաքին միջամտություն, դե մենք համարում ենք։ Մեր իշխանության պետք է չի, ասма նման հարց օրակարգում չունենք։ Պայմանագրի հիման վրա չի գտնվում այդ ռազմաբազան Հայաստանում։ Բաներ պայմանագրի հիման վրա չի գտնվելու Ուկրաինայի տարածքում, դա ինչի է կոչում արտաքին միջամտություն։ Զախարովան ընդգծել է, որ արևմտյան երկրների նման բոլոր ստորաբաժանումներն ու օբյեկտները կհամարվեն Ռուսաստանի զինված ուժերի օրինական մարտական թիրախներ։ Այս նախազգուշացումները բազմիցս հնչել են ամենաբարձր մակարդակով և մնում են արդիական, նշել է Զախարովան։ Բայց հարցը ծագում է, դու գնացել ես խաղաղության, իրանք հայտարարում են խաղաղություն կլինի, նոր կտեղակայենք զորախմբեր։ Խաղաղությունից հետո, որ երաշխավորենք խաղաղությունը, ինչի է դա դառնում օրինական թիրախ։ Այսինքն դու քո ուզածը խաղաղություն է, չի։ Եթե դու չես պատրաստում նորից հարձակվել Ուկրաինայի վրա խաղաղության փաստաթուղթ կնքելուց հետո, ինչի է քեզ անհանգստացնում Ուկրաինայի տարածքում բրիտանական զորքեր կան, թե չէ։ Դա նշանակում է դու ուզում ես հարձակվես և չես ուզում, որ այնտեղ բրիտանական զորք լինի։ Ինչի է դա համարվում թիրախ, կամ ինչի է համարվում Ուկրաինան թիրախ խաղաղություն կնքելուց հետո, որտեղ երբ որ դու հարվածես ուկրաինական ու ֆրանսիական զորամիավորումներին, չես հարվածելու Ուկրաինայի տարածքում։ Այսինքն դու ասում ես, եթե քո տարածքում կունենաս ֆրանսիական կամ մեծ բրիտանական զորք, ես կհարվածեմ քո տարածքի այդ զորքերին, այսինքն կհարվածեմ քո տարածքին, այսինքն խաղաղության փաստաթուղթը ոչ մի բան է։ Վերջ, այն ինչ որ պետք էր ապացուցել, հիմա դուք ապացուցում եք։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփը գրել է. «Մեծ պատիվ էր խոսել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, որը զանգահարել է պարզաբանելու թմրանյութերի հետ կապված իրավիճակը և մեր ունեցած այլ տարաձայնությունները։ Ես գնահատեցի նրա զանգը և զրույցի տոնը և անհամբեր սպասում եմ նրա հետ հանդիպմանը մոտ ապագայում։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Կոլումբիայի արտաքին գործերի նախարարն արդեն իսկ պայմանավորվածություններ են ձեռք բերում հանդիպումը տեղի կունենա Սպիտակ տանը», նշել է Թրամփը։ Այնպես չի, որ ինքը սենց հիացած է Գուստավո Պետրոյով, որովհետև ընդամենը 2 օր առաջ էր նրան բացատրում էր, որ խելքիդ տիրություն արա և ոչ միայն խելքիդ, այլև հետույքիդ, դու պրոբլեմներ ես ստեղծում քո համար, բայց ի՞նչն է խնդիրը։ Շատ լավ է, որ այսպես է, բայց ինչ էինք խոսում, Վենեսուելային տարանջատի, բացատրի, որ Վենեսուելայի վրա այս քայլը ուղղակիորեն պայմանավորված է Չինաստան, Ռուսաստան, ավելի շատ Ռուսաստան, թեպետ ենթատեքստում պարզա, որ ավելի շատ Չինաստան, բայց քանի որ Ռուսաստանն է պատերազմի մեջ և Ռուսաստանն է ցանկանում Վենեսուելային օգտագործի Ամերիկայի դեմ, այդ դրա համար դու Վենեսուելային ես հարվածել, հանգիստ թող Մեքսիկային, հանգիստ թող Կոլումբիային, Կուբային, ինչ ես ընկել հետևներից։ Մի քանի օր առաջ այս մասին խոսում ենք և բարեբախտաբար ոնց որ թե հասկացել է, որ չի կարելի բոլորին համախմբել ընդդեմ իրեն։ Այն դեպքում, երբ որ այդ երկրները առանձնապես այնպիսի ընդհանուր շահեր չունեն։ Ընդհանուր շահերը մի բան է, որ ասեն, եթե այսօր մտել է այնտեղ, վաղն է կմտնի մեր մոտ։ Դա պետք է ցույց տալ, որ բացարձակ նման խնդիր չկա։ Այն առաջին 2 օրվա ոգևորությունը հուսամ արդեն անցել է, եթե ինքը սենց շատ արագ փոխվեց իր հռետորաբանությունը Կոլումբիայի նախագահի հետ կապված։ Այստեղ հարցը նա չի Կոլումբիայի նախագահը լավն է կամ վատ, թե մի դիկտատոր էլ նա է։ Այդ չի հարցը։ Հարցը նա է, որ բոլորին չհամախմբես քո դեմ, որպեսզի արածդ քայլը արդյունավետ լինի։
Դոնալդ Տրամպը գրել է. «Սենատորների, կոնգրեսականների, քարտուղարների և քաղաքական այլ գործիչների հետ երկար և բարդ բանակցություններից հետո ես որոշել եմ ի շահ երկրի, հատկապես այս շատ անհանգիստ և վտանգավոր ժամանակներում, մեր 2027 թվականի ռազմական բյուջեն $1 տրիլիոն դարձնել $1.5 տրիլիոն: Սա թույլ կտա հասնել մեր երազած բանակին, որին մենք վաղուց իրավունք ունենք և ամենակարևորը կապահովի մեր անվտանգությունն անկախ թշնամուց: Եթե չլինեին այլ երկրների վերցրած մաքսատուրքերի հսկայական գումարները, որոնք անցյալում թալանել են ԱՄՆ-ը, ես կթողնեի $1 տրիլիոն, բայց մաքսատուրքերի և դրանց բերած հսկայական եկամտի շնորհիվ մենք կարողանում ենք հեշտությամբ այն դարձնել $1.5 տրիլիոն, միաժամանակ ստեղծելով աննախադեպ ռազմական ուժ»,- նշել է Տրամպը: Իհարկե մաքսատուրքերով, որ ասում է գումար հավաքվեց, որ կարող եմ հանգիստ դա անեմ, դա այդպես չի, որովհետև եթե մաքսատուրքերը հավաքվեր, խոստացել էիր, որ պետք է պետական պարտք կպակասեցնես: Պարզապես հիմա քանի որ նոր էր եկել իշխանության և խոսում էր ռազմական ծախսերը կրճատելու մասին, անգամ հանձնարարություն էր տվել 8% ամեն տարի ռազմական ծախսերը պակասեցնել և հաշվարկ էր անում Պենտագոնում, դրա մասին նրանք ովքեր իմ խոսքին հետևում են, հիշում եք թե ինչքան եմ ասել, ասա ինչ աբսուրդ է, ոնց թե ռազմական ծախսերը պակասեցնես: Ամերիկայի հզորությունը դրանով է արտահայտվում, նրա աշխարհաքաղաքական կշռով է պայմանավորված նաև իր տնտեսության վիճակը: Էս ինչ ես խոսում: Եվ նույնիսկ այն քայլերը, որ ինքը ասեց, դե որ տենց է Եվրոպան էլ թող ինքը զինվի, ասի հազիվ Դոնալդ Տրամպը ստիպեց Եվրոպան տեղից շարժվի, ռազմական ծախսերն ավելացնի և իր տնտեսության այդ շատ լուրջ պրոբլեմների պարագայում այդ ծախսերն ավելացնելով հարակից ճյուղերը զարգացնի, մի քիչ էլ վճարունակ պահանջարկ ստեղծի, որովհետև այդ ճյուղերը նաև աշխատատար են և բարձր վարձատրվող և այդ պարագայում առաջանում է խնդիրներ, մարդիկ գնում են նաև այն մյուս ապրանքներն են առնում, որի պարագայում տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամային վիճակից: Շատ ենք խոսել այդ մասին, մարդիկ հիշում են: Եվ բարեբախտաբար, ես ուղղակի զարմանում եմ, ասում է քննարկել եմ սենատորների, կոնգրեսականների, քարտուղարների, քաղաքական գործիչների հետ, եկել եմ այն եզրակացության, ռազմական ծախսերը պետք է պակասեցնեմ: Ինչ անեմ, հերթով ցույց տամ, թե քանի անգամ եմ ասել, ոնց ես ռազմական ծախսը պակասեցնում, փոխանակ ավելացնես: Այդքանը քննարկելու տեղը մտնեիր, քննարկում ենք էլի, բա ինչ ենք անում: Այս նույն մարդիկ, ում հետ որ քննարկել ես, այդ նույն մարդիկ հավանություն էին տալի ռազմական ծախսերը կրճատելուն, որովհետև չէին ուզում քո հետ հակառակվեն: Էդ հիմա ես դու ասում, ժողովուրդ բերեք ռազմական ծախսերն ավելացնենք, գլխի ես ընկել ինչ ա կատարվում, իրանք էլ ասում են հա շեֆ ջան, բա ինչ անենք ավելացնենք: Պարզ չի ինչ ա կատարվում: Ինչ մոռացել ես, որ խոսում էինք նրա մասին, որ Իլոն Մասկը ասում էր ամերիկյան զենքը թանկ է և անորակ, դա պարտվելու զենք է: Զենքը, որը հիմա առնում են, Ռուսաստանը, որը չի կարողանում իր զենքը վաճառի, խնդիրներ ունի, շուկա է կորցնում, Ամերիկան այդ շուկաները վերցնում է: Ամերիկայի զենքը մարտի դաշտում արդյունավետ օգտագործում է Ուկրաինան և մարդիկ արդեն նայում են, թե դա և հարձակողական է և պաշտպանական է, ինչքան որակով է և առնում են, և բիզնեսմեն Իլոն Մասկը կանգնում է, ասում է դա թանկ է ու անորակ, պարտվողի զենք է: Հիշում եք, որ այդ մասին խոսել ենք: Ասել է եթե ինքը դեբիլ չէ, ինքը ինտելեկտուալ է, լավարեստական բանականության էլ ծրագրեր մշակող մարդ է, մինչև Մարս մոլորակ ուզում է հրթիռ թռցնի տիեզերանավ: Եթե ինքը դեբիլ չի, բայց ասում է դեբիլություն, ուրեմն ինքը պատվեր է կատարում, ժողովուրդ ջան, մարդիկ հիշում են իմ ասածը: Իր ասածը բացարձակ դեբիլություն էր: Քո ապրանքն առնում են, դու փոխանակ դրանով շուկան վերցնես, դու ում շահերն էիր սպասարկում, որ ասում էիր ամերիկյան զենքը մի առեք, ռուսականն առնեք: Տեղները նեղվել են, ռուսները քեզ էին դիմել: Հիմա քանի օր տևեց այս իրավիճակը, որ փոխվեց: Որ լրիվ արդեն այլ բաներ է խոսում: Ամերիկյան տեխնիկան է գովերգում հիմա Դոնալդ Տրամպը, ամերիկյան ռազմական ծախսերն ավելացնելու կարևորությունն է ներկայացնում: Կարելի է կարծել այդ նույն բաները վերջերս ինքը չէր ասում: Բարեբախտաբար ոնց որ ճիշտ գծի վրա է, տեսնենք: Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարել է.
Գրենլանդիան պատկանում է միայն իր ժողովրդին, Գրենլանդիայի ապագայի հետ կապված ոչինչ չի կարող որոշվել առանց նրա և Դանիայի։ Կոշտամպնդել է, որ Եվրամիությունը չի հանդուրժի միջազգային իրավունքի խախտումները Գրենլանդիայում, Լատինական Ամերիկայում կամ Կարիբյան ավազանում։ Եկեք կոնկրետ անունը չի տվել կատունի Միացյալ Նահանգները, բայց դեռ չի պարզ։ Սա էլ եթե բարեբախտաբար եթե այս հարցում էլ վերանայի իր վերաբերմունքը Դոնալդ Տրամպի այս ոգևորության արդյունքում հանկարծ չմտածի ինչ լավ առիթ է Գրենլանդիան վերցնելու, չնայած հիմա էլ պետքարտուղարեն ուղարկում է գնա բանակցությունների Դանիայի հետ, այնուամենայնիվ եթե այդ մտքից հրաժարվի, որ Եվրոպան չդիտարկի, որ Ամերիկան դուրս է գալի Եվրոպայի դեմ, շատ ավելի արդյունավետ կլինի, որովհետև միահամուռ ուժերով հավաքական արևմուտքով հանդես գալով նոր աշխարհակարգը լրիվ այլ տեսք կունենա եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների դերակատարությունը կլինի շատ մեծ, որտեղ Եվրոպան սիրահոժար է ընդունում Ամերիկայի Միացյալ Նահանգների ազդեցությունը։ Երբ որ հակամարտությունը առաջանում անիմաստ տեղը, ավելի շատ դա Դոնալդ Տրամփն է անում։ Գրենլանդիային պետք է ուղղակի ինքը հանգիստ թողի եւ մնացած հարցերը լուծի։ Ինչպես տեսնում եք, Եվրոպան հակադրվում է դրան, ես սա միակ հայտարարությունը չէ, նաեւ մի քանի երկրների հայտարարությունը ղեկավարների դա ձեզ ներկայացրել է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զգուշացրել է, որ Դոնալդ Տրամփի օրոք ԱՄՆ-ն ազատվում է միջազգային կանոններից եւ աստիճանաբար հեռանում իր որոշ դաշնակիցներից։ Բազմակողմ ինստիտուտները գործում են ավելի ու ավելի քիչ արդյունավետ։ Մենք ապրում ենք մեծ տերությունների աշխարհում, որտեղ իրական գայթակղություն կա բաժանելու աշխարհը, ընդգծել է Մակրոնը։ Իհարկե հուսանք, որ այդ իրավիճակը կփոխվի, հուսանք, որ տեսնում եք ինչ կարճ ժամանակում Դոնալդ Տրամփը կտրուկ վերանայում է իր նախկին ասած հայտարարությունները եւ իր գործողությունները կտրուկ փոխում է ուրիշ ուղղությամբ, հուսանք, որ դա էլ կփոխի եւ Եվրոպայի հետ կապված իր վերաբերմունքը կփոխվի։ Ես իհարկե միշտ գտել եմ, որ Հայաստանը պետք է լինի Եվրամիության անդամ, ՆԱՏՕ-ի անդամ, որովհետեւ դա համակարգ է։ Երկու պետությունների հարաբերություն չի մի օր լավ լինես, մի օր վատ։ Առավել եւս մեծ պետությունների կապված դու չես որոշում այդ լավ ու վատ հարաբերությունը։ Իրանցով է պայմանավորված լավ կլինեն թե վատ, ինչ ուզում անես։ Բայց եւ միևնույն ժամանակ մշտապես ասել են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները երբ որ դարավ միաբևեռ, դրանից աշխարհն ավելի հանգիստ ու ապահով էր, քան թե երբ որ ազդեցության գոտիների էին բաժանել իրար կերան այդ ազդեցության գոտիների բաժանած ժամանակ, որի արդյունքում հանգեց, որ Ամերիկան դառավ միաբևեռ, Ամերիկան չխլեց, ուղղակի իրանք խորհրդային միությունը փլուզվեց եւ այն ինչ որ տեղի ունեցավ։ Այսինքն ես համարում եմ, որ Միացյալ Նահանգների լրջագույն դերակատարությունը պետք է վերականգնվի, որի արդյունքում ինքը աջակցի իր գործընկեր Եվրոպայի հետ, լինեն երկու բևեռ, նոր մտածեն երրորդ բևեռն է նշանակեն Չինաստանն, ասեն քեզ խելոք կպահես, քեզ կնշանակեն որպես երրորդ բևեռ, բայց Ռուսաստանի ազդեցության հաշվին։ Այսինքն ուզում եմ ասեմ, ես նույնիսկ միաբևեռ աշխարհին կողմ եմ, բայց եթե Միացյալ Նահանգների նախագահը ստորադասում է Եվրոպայի շահերը, ես Եվրոպայի կողմից եմ, միանշանակ։ Այսինքն որովհետև ինքը վնասում է հենց Ամերիկայի շահերին, ոչ միայն համաեվրոպական կամ արևմտյան ընդհանուր շահերին։ Իրանի արտգործնախարարությունը դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից երկրի ներքին գործերին միջամտելուն ուղղված դիրքորոշումը, ընդգծելով, որ իրանցի ժողովուրդը թույլ չի տա, որ Ամերիկայի խաբուսիկ քաղաքականությունը եւ թշնամական վարքագիծը խաթարեն Իրանի ազգային ինքնիշխանությունը, անկախությունը եւ արժանապատվությունը։ Հայտարարության մեջ ասում է, որ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է ԱՄՆ պաշտոնյաների կողմից Իրանի ներքին զարգացումների վերաբերյալ արված միջամտական եւ մոլորեցնող դիտողությունները, դրանք որակելով որպես ԱՄՆ կառավարության կողմից Իրանի մեծ ազգի նկատմամբ շարունակական թշնամանքի հստակ ցուցիչ։ Հայտարարության համաձայն նման դիրքորոշումները չեն բխում Իրանի ժողովրդի նկատմամբ որևէ իրական մտահոգությունից, այլ իրականացվում են Իրանի ներքին գործերի առավելագույն ճնշման գործերին, սպառնալիքների եւ միջամտության քաղաքականության շրջանակներում երկրում բռնություն եւ ահաբեկչություն հրահրելու, անկարգություններ եւ անապահովություն ստեղծելու նպատակով։ Դուք տեսնում եք ինչքան լարված իրավիճակը, դեռ շարունակում են ցույցերը, ընդգրկում են տարբեր բնակավայրեր, կրակոցներ, սպանություններ, այդ ամեն լարվածության հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարբերաբար խոսում է, որ ուժ կկիրառեմ, եթե ժողովրդին սպանեն, չնայած սպանություններ եղել է,
Իրանը ասում է շատ կոշտ կհակադարձեմ, դուք պատկերացնում եք մթնոլորտը եւ ոնց որ Հայաստանը այո կարող է այս կոնֆլիկտի մեջ կոնֆլիկտի կողմ չլինի, մի կողմ քաշված լինի, բայց ավելի լավ գոնե տենց լիներ։ Բայց հիմա երեք ասում ենք, չէ, որ հեսա Իրանի փոխարտգործնախարարը գալու է։ Հիմա Հայաստանի արտգործնախարարությունը հաղորդագրություն է տարածել։ Արտգործնախարար Արադ Միրզոյանը Երևանում ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախտ Ռավանչիին, քննարկելու Հայաստան-Իրան քաղաքական խորհրդակցությունների օրակարգը, երկկողմ հարաբերությունների խորացումն ու տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը։ Քննարկվել են ուշադրություն Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների զարգացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու հարցում արտահայտված քաղաքական համաձայնությունն անդրադարձ է կատարվել այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ուշադրություն, սա Հայաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունն է, անգամ չենք նայում, թե Իրանը ինչ է ասել։ Հայաստանի ԱԳՆ-ն աշխարհին ասում է, այսօր Իրանի հետ ինքը ոնց է։ Նախարար Միրզոյանն իր խոսքում նշել է, մենք հասկանալիորեն մեծ կարևորություն ենք տալիս մեր հարևան եւ բարեկամ Իրանի հետ հարաբերություններին, ըստ էության մեզ համար դրանք ռազմավարական նշանակության հարաբերություններ են եւ պատահական չէ, որ Նախագահ Փեզեշքյանը եւ վարչապետ Փաշինյանը պայմանավորվել են, որ այս արդեն ընթացիկ տարում մեր հարաբերությունները պաշտոնապես բարձրացնենք ռազմավարական գործընկերության մակարդակի։ Հիմա դուք հավատում եք, որ սա նորմալ է այս պահին։ Հենց այս պահին հենց սրա ժամանակն էր, հա, որ Ամերիկան լսում է, Իրանը ասում է, որ Ամերիկա դու էս անում, չենք թողելու էսա, պատասխան հարված ենք հասցնելու, կտեսնեք ինչ ենք անելու, Իսրայելին ենք խփելու, Ամերիկանին չենք զիջելու եւ այլ, Ամերիկան ասում է, դնենք այդ բռնապետությունը վերացնենք, մեկ էլ Հայաստանն ասում է, մենք ռազմավարական դաշնակցային հարաբերություններից ենք խոսում, նախագահի հետ, մեր վարչապետի հետ հարաբերությունների շարունակական, էլ օր չունեիք, ժամանակ չունեիք, ոչ մի բան չեք ասում, ես էլ մի ասեիք, որ ոչ մի բանի չեք խառնում, սա ինչ եք ասում, հենց գտակ, որ միակ բանը այսօր, որ պետք է խոսակ դրա մասին, հա։ Դե հիմա տեսնում եք, այս ամեն ինչը ինչով է պայմանավորված, էլի։ Մանավանդ դե մտամ հիմա որ Փաշինյանն էլ այսօր մի երկու հայտարարություն արել, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է. «Ինձ մոտ շատ տպավորվել է բոլորովին վերջերս նախորդ տարի մեր հարգարժան թոշակառուներից մեկի հետ ունեցած խոսակցությունը։ Նա ասում էր, որ 50,000 եւ ավելի դրամ թոշակ է ստանում, որից 27-28,000-ը ծախսում է տունը տաքացնելու վրա, բայց արդյունքում տունը չի էլ տաքանում։ Ինքն ասում էր, որ կառավարությունը պետք է թոշակը բարձրացնի, որպես ինքը կարողանա տաքանալ։ Ես սկսեցի հետազոտել այդ իրավիճակը կոնկրետ հասցեով։ Ես արձանագրեցի, որ եթե 20,000 դրամով բարձրացնենք թոշակը, նույն քաղաքացին էլեկտրական էներգիայի եւ տունը տաքացնելու վրա ծախսելու է արդեն ոչ թե 27,000 դրամ, այլ 35,000 դրամ, բայց տունը միևնույնն է չի տաքանալու, որովհետեւ այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, դռներով, վերջացրած պատերով, նշել է Փաշինյանը։ Հիմա ինչ է առաջարկում, ինչ իմաստ ունի 20,000 դրամ ավելացնենք, եթե մեկը չի տաքանալու։ Այս մարդը երկրի վարչապետ է, լավ է անում, որ այս ժողովրդին հասնում է, որ այս մարդը դեռ հավակնում է նորից վարչապետ լինի, բայց եթե գիտես, որ պատուհանների վիճակը վատ է, բա թոշակը բարձրացու պատուհան առնի, որ եկող տարի կարողանա ավելի խնայողաբար ջեռուցի տունը։ Ինչ է սպասում, սպասում է ձմեռն անցնի, արևը մի քիչ տա, պատուհանները բուժվեն, հա։ Ինչ ալնելու, այդ անցքերը լցվելու է պատուհանների։ Եղանակի փոփոխության պարագայում։ Բա ասես ինչի փողը տանք, մեկը վիճակը վատ է, որտեվ պատուհանի վիճակը վատ է։ Այնքան փող տու, որ մարդը պատուհան ունենա։ Պետք է մտնեիր տուն ու գեդինը մտնեիր հենց այդտեղ։ Հենց այդ գեդինը մտնեիր, թաղեին քեզ այնտեղ, որ գնացել ես մի տուն ես մտել, որ միանգամից տեսել ես այդքան թերություն։ 50,000 դրամ ստացող թոշակառուն, պատկերացու սաղ կյանքն աշխատել է, 50,000 ամեն մեկին չեն տալի։ Սաղ կյանքը աշխատած մարդը, այդ է նրա բնակարանի վիճակը։ Իսկ դու չես մտածում ոնց անես դրա վիճակը, ասում ես էլ ինչ իմաստ ունի այդ փողը տանք, եթե տանք նորից խախտում բանա չի կարողանալու հարցը լուծի։ Բա տուր որ կարողանա հարցը լուծի։
Եվ այս խելքով էլ մի հատ էլ ուրիշ բաներ էր ասել, դեռ ասեմ, լրագրողների հետ կայացած զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. Եկեղեցու բարենորոգման հայտարարությունը բաց է նաև կաթողիկոսի համար, եթե ուզում է կարող է միանալ։ Ոնց։ Կաթողիկոսի, ես ճիշտ լսեցի, լրագրողները ճիշտ լսեցին։ Այսինքն դա կտրիչն էր։ Ինքը լուծարված էր։ Ինքը արդեն պաշտոնազուրկ էր։ Այսինքն պաշտոնազուրկ կա։ Ինքը այլևս չկա։ Երբ որ ինքը որևէ մեկին պաշտոնազրկում էր, Նիկոլ Փաշինյանն ասում էր ինքը իրավունք չունի։ Ինքը նա տեղից զրկված է, ինքը ոնց է կարգալույծ անում ինչ-որ մեկին։ Կարգալույծ եղածը ոնց է կարգալույծ անում ինչ-որ մեկին։ Բայց բավական է ինքը գա բարենորոգման թղթի տակ ստորագրի, արդեն ինքը օրինական կաթողիկոսն է, ժողովուրդ ջան։ Հաբա դրա համար ենք ասում, որ են գնացել ես են Արարատյան թեմին բերել ես կողքդ նստացրել ես ամենակոռումպացված, ամենակրիմինալի մեջ թաղված, օֆշորային սկանդալների մեջ ներքաշված, լա բարոյականն էլ դնենք մի կողմ։ Այս միացել է ինձ։ Այսինքն ցանկացած անբարոյական եթե քեզ միանում է, վերջ, արդեն ինքը սուրբ է։ Այսինքն ինքը չի կա, ինքը լիազորությունը կորցրել է, լրիվ լիազորություն չունի։ Բայց եթե միանա քեզ կոչվում է կաթողիկոս։ Բայց կարգալույծ եղածը ո՞նց է քեզ միան։ Ո՞նց է թղթի տակ ստորագրելու։ Ինչ է, որպես ինչ է ստորագրելու։ Հա, այլ կարգալույծ չի լինելու։ Դե որ ստորագրեց ինքը ամենայն հայոց կաթողիկոսն է, իր հետ կնստենք, քննարկենք եւ բարենորոգման ծրագիր կիրականացնենք, հա։ Այսինքն կարևորը քեզ համար ընդամենը գա Նիկոլ Փաշինյանի կրոնը ընդունի, աչը համբուրի ու վերջ։ Դրանից հետո ինքը այլևս սուրբ է։ Հետո կպարզես କି երեխա էլ չունի։ Այն որ սաղ աշխարհը գիտի որ ունի։ Ու այն վաղ գիտեր որ Նիկոլ Փաշինյանը այդ մասին չէր խոսում։ Դեռ թեման մոդա չէր Փաշինյանի համար։ Այս խելքով եք երկիր ղեկավարում։ Բայց խելքով եք աշխարհակաղակական իրավիճակը քննարկում, գոնե չեք կարողանում ասել Իրանի արտաքին գործերի փոխնախարարին, որ ընկեր երկու օր ուշար էլի մի հատ ձեր մոտ կարգի գա, ոնց ես դուրս գալի այս խառը ժամանակները ձեր երկրից։ Մի ձևով բարեկամաբար մի բան ասեիք, բայց ոչ հրապարակային։ Այս կարգի հայտարարությունը, այս միտինգների պայմաններում, այս թշնամանքի պայմաններում Ամերիկա եւ Իրան մեզ շատ կարեւոր էր, որ այս կարգի բաներ հնչեր։ Դե որտեղ մակարդակները սա է։ Ձեր արած գործը սա է։ Երկու հայտարարությունը օրվա մեջ Փաշինյանն արել, երկուսի մակարդակն էլ տեսակ։ Դե հիմա արդեն հասկանում եք ինչքան խնդիր ու բեռ կա այս ժողովրդի վրա, որ այս վիճակից դուրս գալու հետ կապված ուղիներ որոնենք։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։